Ընտրություններն ավարտված են հունիսի 8-ի ցերեկը ժամը 3:40-ն է այս տեսանյութը տեսագրելու պահին։ Հետևաբար այն ամենը ինչ խոսելու եմ վերաբերելու է այս ժամի դրությամբ եղած տեղեկատվությանը, որը կարող է շատ արագ եւ դինամիկ կերպով փոխվել։ Կա փաստը այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իշխանություն մնալու մասին։ Կա նաև փաստ, որ հսկայական քանակությամբ հայեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դա հերքել, մերժել հնարավոր չէ, եւ ես այս մասին զգուշացնում եի շատ երկար ժամանակ եւ ասում եի, որ հայ ժողովուրդը գնալու եւ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանին, եւ եթե անգամ չքվեարկի էլ հսկայական քանակությամբ կամ իր մեծամասնությամբ, այնուամենայնիվ հսկայական քանակություն քվեարկելու է եւ Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հանձնելու, այն ինչին մենք ականատես եղանք։ Ընդամենը 10% տվյալների մշակված լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարեց, որ ինքը միահեծան կազմում է կառավարություն, կոալիցիա չի լինելու ոչ մեկի հետ, թեև կոալիցիոն գործընկերել չէր կարող տեսականորեն լինել այս խորհրդարանում, եւ որ ինքը ըստ էության բացարձակ հաղթանակ է տարել, նաեւ սպառնալիքներ հնչեցրեց իր մրցակից բոլոր կուսակցությունների ղեկավարների հասցեին եւ դաշինքների ղեկավարների հասցեին։ Հիմա երկրորդ ընտրությունն է սա կապիտուլյացիայի ակտից հետո, երրորդ ընտրությունն է Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում, ես կսեի 4-րդ ընտրությունը իրականում, եթե հաշվի առնենք 2008 թվականի մայիսի ընտրությունները, եւ սա կարող է նշանակել միայն մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդին, ներկայացնում է ոչ թե դասական արևմտյան ժողովրդավարության առումով, այլ արժեքային առումով։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին տալիս է նրա երազանքը, տալիս է նրա ուզածը, ազատել է նրան հայրենիքի բեռից, ազատում է նրան պետության եւ պետականության բեռից, եւ սա իմ սուբյեկտիվ գնահատմամբ հայ ժողովրդի երազանքն է։ Ուզենք թե չուզենք, մենք պետք է հաշվի առնենք փաստի հետ։ Մենք պետք է վերլուծենք, սա իմ վերլուծությունն է, սա իմ պատկերացումն է։ Որքան էլ դա անընդունելի լինի շատ շատերիս համար։ Սա մեկ։ Երկրորդ հերթին մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը բավական տարօրինակ է իրեն շարունակում պահել եւ դրան ես կանդրադառնամ շատ շուտով։ Ինչու՞մն է կայանում տարօրինակությունը, որ Հայաստան դաշինքը, որին ես այնուամենայնիվ դեռևս դժվարանում եմ ընդդիմություն կամ շարունակում եմ դժվարանալ ընդդիմություն կոչել, որովհետեւ իմ խորին համոզմամբ անցյալ տարիների ընթացքում այս դաշինքը ընդդիմություն է աշխատել Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդարանում եւ հենց նրա շնորհիվ է նաեւ որ Նիկոլ Փաշինյանը բավական երկար ժամանակ մնաց իշխանության մինչև այս ընտրությունները եւ հիմա նորից վերարտադրվում է ըստ էության, բայց դա թողնենք մի կողմ, դա այստեղ հիմա ամենաեականն չի։ Հայաստան դաշինքը հանդես եկավ ոչ թե տեսա ուղերձով, որը շատ կարեւոր է իր մեսիջի ուժեղությամբ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը դրա ղեկավարը դիմեց ժողովրդին գիշերը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո եւ խոսք հնչեցրեց այն մասին, որ ըստ էության չի կարելի այդպիսի հայտարարություն անել մեղմ ասած, որ դա օրենքի հետ խնդիրներ ունի եւ այլն, այլ ուղղակի հայտարարություն պոստ արեցին իրենց Facebook-յան էջում եւ մի քանի այլ ռեսուրսներում։ Խոսեց Սամվել Կարապետյանը, խոսեց Կարճ, առավոտյան խոսեց Նարեկ Կարապետյանը, ասաց, որ իրենք հայտարարություն կանեն, բայց այս պահին արդեն 3:44 րոպեն է եւ դեռևս որևէ հայտարարություն չկա։ Ամեն դեպքում ես տեսագրում եմ սա եւ եթե այս վարկաններին կա, չենք տեսնում։ Պետք է հասկանանք, որ ժամանակային առումով սա ահռելի ժամանակ է, սա մսխված ժամանակ է եւ հայտնի չի թե այս տեսագրությունից հետո որքան ժամանակ դեռևս հայտարարություն չի լինի կամ որևէ բան ընդդիմությունը չի ասի։ Հայերը չունեն ժամանակի ճիշտ զգացողություն, քաղաքական ժամանակի քաղաքական զգացողություն, քաղաքական ճիշտ զգացողություն չունեն, ընդհանրապես բացակայում է։ Եվ մենք տեսնում ենք դա, չկա դինամիզմ, չկա արագ գործելու, արագ կողմնորոշվելու պլան B, պլան G, պլան D ունենալու կարողություն չկա, ակնհայտ է, որ պարալիզացված վիճակում են։ Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ Կարապետյանի թիմում բնականաբար ընթանում են քննարկումներ, նույն քննարկումները ընթանում են Քոչարյանի թիմում, նույն քննարկումները ընթանում են Բարգավաճ Հայաստանի թիմում, բայց չկա որևէ հայտարարություն։ Եվ այստեղ պիտի հասկանանք, որ ամենակարևոր, ամենակենտրոնական ֆիգուրը հիմա Սամվել Կարապետյանը եւ իր թիմն են։ Նարեկ Կարապետյանը եւ ընդհանրապես ուժեղ Հայաստանը։ Եվ այս թիմում, եթե ընթանում են քննարկումներ եւ չկա պլան, սա արդեն լավ նշան չի, գոնե այս պահի դրությամբ։
պետք է որ հստակ իմանային իրենց անելիքները եւ արդեն առավոտից ի վեր պիտի հայտարարություն արած լինեին եւ եթե չեն ընդունելու արդյունքները պիտի նախապատրաստվեին բողոքի ցույցերի արդեն երեկոյան սկսելիք, որովհետեւ սա եթե սառեց, եթե գնաց եւս ժամեր, ես չեմ խոսում անգամ օրերի մասին, եթե ասենք այսօր հանրահավաք նշանակեն վաղը, դա արդեն կոտրելու է առնվազն կիսով չափ դիմադրության այն մղումը, որը կա այս ընտրությունների արդյունքները չընդունողների մոտ։ Եվ սա զարմանալիորեն չեն հասկանում։ Ես սրա հետևում չեմ ուզում դավադրության տեսություն տեսնել եւ սա մեկնաբանել որպես հստակ հաշվարկ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու քայլեր, հատուկ պասիվություն եւ այլ։ Ես կարծում եմ սա այն ապիկարությունն է, որը հատուկ է բացարձակապես բոլորին քաղաքական դաշտում, բացի Նիկոլ Փաշինյանից։ Միայն Նիկոլ Փաշինյանն է, որ քաղաքականապես ապիկար չի, որ գործում է հստակ հաշվարկներով, ինքը գիտի իր անելիքները, ինքը պլանավորել է բոլոր քայլերը, կամ ինքն է պլանավորել, կամ իր համար են պլանավորել, կարևոր չի, բայց մարդը հստակ հասնում է իր բոլոր նպատակներին։ Եվ ակնհայտ է, որ հասնելու է իր վերջնական նպատակին նույնպես Հայաստանի մասով, եթե այսպես շարունակվեց, որովհետև շանսը բաց է թողնված, հայ ժողովուրդը կատարել է փաստացիորեն ընտրություն հօգուտ Հայաստանի վերացման, հայկական ազգային ինքնության զրոյացման, ոչնչացման, ուծացման, հայ ժողովուրդը ըստ էության իմ սուբյեկտիվ գնահատմամբ կատարել է ընտրություն հօգուտ ինքնալուծարման եւ այս գործընթացը կասեցնելու շանսերը սպառված են, այդ շանսը 3 էր։ Այսօր կա հրաշքի ակնկալիք շատերի մոտ, հրաշքի շանսի օգտագործում եւ տեսնում ենք, որ այդ շանսը նույնպես ելնելով մենթալիտետային խնդիրներից բաց է թողնվում, որովհետեւ քաղաքական մտածողություն չկա որևէ մեկի մոտ, ներառյալ ընդդիմադիր առաջատարների մոտ, ովքեր անցել են իբրև թե անցել են խորհրդարան։ Հիմա այստեղ շատ կարևոր խնդիր կա, արդյոք վերցնելու են մանդատները թե ոչ, կոչեր են հնչում, որպեսզի չվերցնեն մանդատները։ Ես կարծում եմ, որ մանդատ վերցնելը եւ խորհրդարան գնալը համահավասարվելու է եւ դառնալու է Նիկոլ Փաշինյանի հետ գործակցություն Հայաստանի վերջնական կործանման հարցում։ Եթե որևէ ուժ խորհրդարան անցածներից վերցնում է մանդատները եւ գնում է խորհրդարան, իմացեք, որ նա գործակցում եւ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամեն դեպքում, եթե չկա մեկ այլ էքստրաորդինար պլան այդ մանդատ վերցնելու հետևում, որ ես դժվարացնում եմ պատկերացնել, դա նշանակելու է եւ նշանակում է, որ իրենց пассивությամբ, իրենց հիմարությամբ կամ իրենց չարամտությամբ, գիտակցաբար կամ անգիտակցաբար համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ եւ օգնելու են նրան ոչինչ չանելով, միայն ու միայն արդեն խորհրդարան գնալով կատարելու իր ծրագիրը Հայաստանի եւ հայության հետ կապված։ Եվ այս առումով երկու կարծիք լինել չի կարող, որ խորհրդարան չգնալը եւ մանդատներ չվերցնելը միակ տարբերակն է տվյալ պարագայում։ Այստեղ կա մեկ այլ խնդիր, որի մասին որևէ մեկը չի խոսում, դա այն է, որ падգամավորները կամ այն անձինք, ովքեր անցնում են խորհրդարան, կուսակցության անձինք, իրենք ազատ են, օրենքով իրավունք ունեն, ես փորձում եմ պարզ ձևակերպել, գնալու եւ վերցնելու իրենց մանդատները։ Եվ այս պարագայում պիտի կոնկրետ ընդդիմադիր ուժերի ղեկավարները այնպես կազմակերպեն հրաժարումը, որպեսզի բոլորը հրաժարվեն։ Ես կարծում եմ, որ իրենք պիտի բոլորից գրություններ վերցնեն գրավոր, որ հրաժարում են եւ որևէ պարագայում չեն գնալու խորհրդարան բոլորից, ում ներառել են իրենց ցուցակներում եւ հրաժարվեն։ Այդ դեպքում ինչ կլինի, կստեղծվի սահմանադրական ճգնաժամ, որովհետեւ ինչպես արդեն ասվել է եւ ես էլ եմ ակնարկել այդ մասին, հիմա հստակ եմ ասում, ես դա շատ པարզ մի իրողություն է, եթե գնում են այս ուժերը խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը ունենում է մեծամասնություն, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն իր ուզած ամեն ինչը անելու համար, առանձին գործողություններ անելու մասնարարապես սահմանադրության հետ կապված, դրա համար իրեն պետք է լինելու ընդդիմադիրների ձայներ։ Եվ այդ ընդդիմադիրների ձայները շատ հեշտ կարողանալու է իշխանությունը թե իշխանական լծակներով, թե սարսափեցնող գործողություններով, թե ենթադրաբար շանտաժներով, թե այլ խիստ կասկածելի մեթոդներով ընդդիմությունից մարդկանց բերել իրենց դաշտ անգամ միացնել իրենց, որովհետև պիտի հասկանանք, գիտակցենք եւ ընդունենք, որ Հայաստանում գործարքի առարկա է ամեն ինչ եւ յուրաքանչյուր ոք ըստ էության մի քանի բացառություններով հանդերձ։ Եվ այս պայմաններում ակնկալել, որ գնալով խորհրդարան կկարողանան ինչ-որ բան անել, դա լինելու է գնալ այն ծեծված ճանապարհով, որով գնացել են միշտ այս քաղաքական դաշտում
Սա քաղաքական դաշտ էլ չի, սա ծաղրածոյական դաշտ է, բայց կոչում ենք պայմանականորեն քաղաքականություն։ Եւ հետեւել մենթալիտետին, որն է մենթալիտետը բոլորի, ըստ էության բոլորի ասելով ես երբեք նկատի չունեմ 100-ից 100, նկատի ունեմ բոլորի 100-ից 90, 100-ից 95, 100-ից 99։ Հարկ եմ համարում սա մանրամասն բացատրել։ Մենթալիտետը կայանում է նրանում, որ միշտ անել այն ինչ արվել է, երբեք չանել որևէ հեղափոխական բան, բնույթով, էությամբ հեղափոխական, մոտեցմամբ հեղափոխական, այսինքն լրիվ նոր բան, չանել որևէ կտրուկ քաղաքական քայլ, միշտ գնալ այն ճանապարհով, որով գնացել են, եւ միշտ խորշել էքստրաորդինար նորություններից, էքստրաորդինար քայլերից, միշտեր անհավասար պայքարում, միշտ հաղթում է այն ուժը, որը գնում է քաջ էքստրաորդինար քայլերի, լինի դա թշնամի պետությունների միջև պատերազմի դաշտում կամ պատերազմի ժամանակ, թե ներքաղաքական կյանքում քաղաքական մեթոդներով պայքարի ժամանակ։ Եվ այս մոտեցումը եւ գիտակցությունը բացակայում է ընդհանրապես այս հասարակության մեջ իսպառ եւ արմատականորեն, ընդհակառակը ատվում է։ Հիմա այս համատեքստում ես չգիտեմ, եթե անգամ չգնան խորհրդարան, ինչպես են անելու եւ ինչպես են հետագա պայքարը ձևակերպելու, եթե պայքարելու են։ Ամեն դեպքում ժամանակը բաց է թողնվում, մենք դրան արդեն ականատես ենք լինում եւ փաստ է, որ էքստրաորդինար քայլեր չեն կատարվում, փաստ է, որ մասնավորապես Կարապետյանների բլոկը իրեն դրսևորում է խիստ դանդաղաշարժ։ Սա անթույլատրելի եւ աներելի դանդաղաշարժություն է, որովհետեւ այս հիասթափությունների հակում ունեցող ամեն ստից բանից հոգնող, վիրավորվող եւ վերջնականապես կոտրվող ժողովուրդը առիթի է սպասում հիասթափվելու։ Անկամ նրանցից, ում ինքը ընտրել է։ Սա մեկ, երկրորդ հերթին, եթե ենթադրենք մի պահ, որ ընդդիմադիր ուժերը հայտարարում են միասնական ճակատի մասին, ընդ որում սա պիտի արվի միասնականորեն, որպեսզի լեգիտիմություն ունենա։ Ավելի շուտ լիակատար լեգիտիմություն, որտեղ որոշակի լեգիտիմություն կունենա, եթե առանձին որևէ ուժ անի։ Բայց էֆեկտ ունենալու համար, արդյունք ունենալու համար, սա պիտի արվի միասնականորեն եւ դրանից հետո պիտի կարծում եմ արվի մի բան, որը հաստատ Քոչարյանի թևը չի մասնակցելու դրան եւ Ծառուկյանի թևը նույնպես չի մասնակցելու դրան։ Հետեւաբար այս պատասխանատվությունը ընկնում է Կարապետյանների թևի վրա։ Պիտի հստակ կողմնորոշվեն, թե իրենք ինչպիսի արտաքին քաղաքականություն են որոշելու երկրի համար, որովհետեւ միայն այդ պարագայում է, որ արևմուտքը չի հակազդի իրենց փողոցային պայքարին եւ առավել լեգիտիմություն կունենա։ Սա էքստրաորդինար քաղաքական քայլ է, որին ես չեմ կարծում, թե որևէ մեկը ընդունակ է հայության մեջ։ Ամեն դեպքում ճիշտ կլինի, եթե հայտարարեն, որ իրենք այլևս տեսնում են Հայաստանի ապագան մասնավորապես ելնելով այս ընտրությունների արդյունքներից, որոնցում Մոսկվան ամեն ինչ արեց, ճնշումների բեմականացում իրականացրեց Հայաստանի վրա, որպեսզի մարդիկ զզվելով գնան եւ քվեարկեն հենց Նիկոլ Փաշինյանի օգտին եւ զարմանալիորեն այս մասին իշխանության քարոզիչներն են արդեն ասում բացահայտ։ Նիկոլ Փաշինյանը գիշերը ըստ էության հավատարմության ճակերտների մեջ երթում տվեց Կրեմլին եւս մեկ անգամ, արդեն էլի սկսելու են Ռուսաստանին ծառայել անվերապահորեն եւ արևմուտքին չծառայել եւ հիմա բացվում է պատուհան այս ուժերին, որոնք կեղծորեն ուժերին չասեմ, մեկ ուժի մասն է խոսքը, Սամվել Կարապետյանի ուժի մասին, որին վստահաբար կեղծորեն ասոցացրել են Ռուսաստանից ուղարկված լինելու երևույթի եւ հանգամանքի հետ, պատուհան է բացվում այս ուժի համար հայտարարություն անելու եւ ստանձնելու պրոարևմտյանի գիծը, որովհետեւ Ռուսաստանը այստեղ կատարել է իր խաղադրույքը իր սրտի վարչապետի վրա, Նիկոլ Փաշինյանի վրա։ Հետևաբար, եթե Կարապետյանները ուժ գտնեն իրենց մեջ եւ հասկանան, որ սա ճակատագրական խնդիր է, իրենք մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենցից է այլևս կախված Հայաստանի ճակատագիրը, կործանվում է Հայաստանը այլ բառերով ասած, թե մնում է որոշակի ժամանակ եւս դեռևս ապագայում ճակատագիրը որոշելու հույսով։ Որովհետեւ եթե Կարապետյանները չեն կարողանում որոշակի արդյունքի հասնել, վերջացած է ամեն ինչ, վերջացած է Հայաստանը, վերջացած է ուղղակի ամեն ինչ։ Հասկացեք, սա վերջին ընտրություններ, սա վերջին պայքարն էր Հայաստանի ոչնչացումից առաջ։ Եվ եթե այս գործընթացում Կարապետյանները դրսևորեն համընդհանուր մենթալիտետին հատուկ անվճռականություն, չկողմնորոշվածություն, հիմար որոշումներ կայացնեն, չկայացնեն էքստրաորդինար քայլերի գնալու որոշումներ, չկարողանան համախմբել ժողովրդին այն հատվածը, որը Փաշինյանապաշտ չէ,
ապա Հայաստանը ոչնչացված է եւ իրենք անպայմանորեն զոհ են գնալու մասնավորապես Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով կամ առանց նրա ձեռքի փոխաբերական առումով իհարկե Ռուսաստանի ռեպրեսիվ մեքենային, որովհետեւ Ռուսաստանը իրենց այս պայքարում օգտագործելուց հետո որպես խայծ, որպիսի անցնի Նիկոլ Փաշինյանը եւ իրենք դա չգիտեմ հասկացան թե չէ, ամեն դեպքում վստահ են, որ իրենք դրանում ներգրաված չէին, պլանին չէին մասնակցում, բայց ուղղակի ստացվում էր, որ իրենց հանգամանքը օգտագործվում է, դրանից հետո իրենք վերածվելու են ասպարեզից։ Ես դրանում որևէ կասկած չունեմ։ Իրենք պետք է հասկանան, որ սա ոչ միայն իրենց անձի կամ ընտանիքի խնդիրների կամ կարողությունների, նաև ֆինանսական բնականաբար, այլև իրենց հայրենիքի, իրենց ժողովրդի, այն ամեն ինչին նվիրվածություն ցույց է տալիս Սամվել Կարապետյանը։ Բայց սրա համար ողնաշար է պետք։ Ողնաշար է պետք։ Ողնաշար է պետք։ Մենք տեսել ենք, որ հայկական բանակում չկա ողնաշար, մենք տեսել ենք, որ որևէ տեղ չկա ողնաշար։ Ես չգիտեմ, Կարապետյանները ցույց կտան ողնաշար թե չէ, կունենան ողնաշար թե չէ, չգիտեմ։ Ամեն դեպքում Հայաստանի ողնաշարը հիմա կոտրված է։ Մնում է, որ առանձին քաղաքական ուժեր ցույց տան ողնաշար։ Եվ պետք է հայտարարվի հստակ քաղաքական պայքարի պլան։ Դա ենթադրաբար փողոցային պայքարն է, այլ մեխանիզմներ հիմա այլևս չեն մնում այս ընդդիմությանը։ Եվ դա չպետք է լինի այն, ինչ արվել է մշտապես եւ ինչը վերածվել է կրկեսի, հարատև կրկեսի։ Ժամանակն է վերջ տալու կապիկություններին, ժամանակն է վերջ տալու ծաղրածույություններին եւ կրկնելու այն ամենը, ինչ եղավ կապիտուլյացիայից հետո, ինչ եղավ 2021 թվականի ընտրություններից հետո, ժամանակն է վերջ տալ եւ հասկանալ, որ տաշի տմբլներով, երգերով, պարերով հաղթելու ենք, իշխանափոխություն ենք անելու բացականչություններով, հիմար դուրս տված տեքստերով հնարավոր չի լինելու ոչինչ անել։ Այնքան բյուրեղացած է ամեն ինչ, այնքան ծայրահեղ լարված է մթնոլորտը, որ այս ընդդիմությունը փողոցային պայքարում մեկ սայթակում անգամանի կորցնելու է ամեն ինչ։ Բագրատ Սրբազանի պայքարը վկա, մնացած բոլոր պայքարները վկա, երբ դու սկսում ես նեյմինգներ երգել, երբ դու սկսում ես ապուշություններով զբաղվել, երբ դու սկսում ես ձգել գործընթացները, երբ դու սկսում ես նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ դու թույլ ես տալիս, որ քեզ քո կողմնակիցները, որոնցից շատերը ամենայն հավանականությամբ ուղղորդված են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, միգուցե թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, միգուցե հայկական հատուկ ծառայությունների կողմից, որոնք իմ սուբյեկտիվ կարծիքով շատ չեն տարբերվում նախորդ 2-ից կամ 3-ից, այդ պարագայում դու դառնում ես խայծ, դու կորցնում ես, դու տապալվում ես։ Եվ այստեղ պիտի հասկանալ, որ այդ տաշի տմբլները, երթերը, վրան խփելը եւ այլն, սրանք այն էշություններն են, որոնք այլևս չպիտի կատարվեն։ Պիտի լինի հստակ գիտակցում, որ փողոցային պայքարով հաջողության հասնելու համար այս ընդդիմությունը ունենալու է առավելագույնը 3 օր։ Առավելագույնը 3 օր։ Առավելագույնը 3 օր։ Եվ դա ամենաշատը, դա մաքսիմումը։ 3 օր հետո վերջացած է ամեն ինչ եւ կարելի այլևս խփել Հայաստանի դագաղի վերջին մեխը, որովհետև դրանից հետո Հայաստան այլևս չի լինելու, եթե այս ընդդիմությունը չարեց որևէ քայլեր։ Դեռևս իներցիոն առումով գիշերվանից հետո պահպանվում է լարվածությունը եւ այդ լարվածության վրա, ինչպես ասում են անգլերենում, այս ընդդիմությունը պետք է cash in անի, այսինքն պետք է սկսի խաղադրույք կատարել եւ գործել քաղաքական մեխանիզմները գործի գցելով, խաղաղ ոչ բռնի ցույցերի միջոցով եւ նաեւ այլ խաղաղ ոչ բռնի քաղաքական գործողությունների միջոցով։ Եվ ես ասեցի ամենակարևորը, որ գոնե Կարապետյանները հասկանան, որ պիտի արևմուտքին մեսի չղեն, որպեսզի չստանան հակազդեցություն, որտեղ ամբողջ արևմուտքում ռուսական ռոպագանդան կարողացել է տարածել այն միտքը, որ իրենք Ռուսաստանի մարդիկ են, որպեսզի արդյունքում իր իրական ուզած տեխնացուն Նիկոլ Փաշինյանը անցնի։ Ես այս մասին խոսել եմ բազմաթիվ անգամներ վերջին օրերին։ Ուրեմն ժամանակն է գործելու։ Ուրեմն ժամանակն է վերջապես հասկանալու, որ հայ ժողովրդին կարելի է փրկել անգամ այն պարագայում, երբ նա այդքան էլ դա չի ուզում։ Բայց այստեղ անգամ ժողովրդի մասին չի խոսքը։ Ինձ ժողովրդի ճակատագիրը անկեղծ ասած այլևս չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է իմ հայրենիքի ճակատագիրը։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի ճակատագիրը։ Ինձ հետաքրքրում է, որ արևմուտքը ունենա իսկական հենակետ Հայաստանում, եւ այդ հենակետը արևմուտքը որևէ պարագայում չի կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Ռուսաստանի տիրույթում, որովհետեւ իմ խորին համոզմամբ ուղարկված է Ռուսաստանի կողմից եւ իշխանության է եկել 2008-ին հենց Ռուսաստանի ձեռամբ
մեկ այլ բեմականացմամբ եւ ինքը երկիրը տանում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից չկա ճանապարհ դեպի արևմուտք։ Դա ուղղակի արևմուտք չէ, դա արևելք է եւ վերջնակետ է։ Իսկ Սամվել Կարապետյանը դատելով իր հատկապես վերջին օրերի հայտարարություններից, չլինելով Ռուսաստանի մարդ իմ խորին համոզմամբ, բոլոր շանսերը ունի հասկանալու եւ երկիրն ուղղորդելու դեպի միակ այն բևեռը, որտեղ Հայաստանը կարող է ապագա ունենալ եւ դառնալ հակակշիռ թուրքական երկու լրջագույն պետություններին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ուրեմն սպասենք տեսնենք թե ինչ է անում այս ընդդիմությունը, սպասենք տեսնենք որքան են նեյնիմներ անելու, իրար հետ քննարկելու, ինչ վերջնակետի են հանգելու, ինչ որոշման են հանգելու։ Հուսանք, որ այսօրվա օրը բաց չեն թողնի եւ այս անհեթեթ пассивությունը երկար չի ձգվի։ Հուսանք, որ նաեւ կկարողանան մոբիլիզացնել բազմաթիվ հրաշքներ պիտի կատարվեն եւ ամենակարևորը պիտի ժողովրդի իրենց սատարող գիտակից հատվածը դուրս գա փողոց, խաղաղ քաղաքական պայքարի, որպիսի շանս լինի, ես չեմ ասում որպեսի երկիրը փրկվի, որպիսի շանս լինի հայրենիքը փրկելու։ Եթե ոչ, սա վերջն է, սա ավարտն է եւ սա լինելու է ամենավերջին որոշումը, որ հայ ժողովուրդը ընդունել է։ Հետևաբար սպասենք եւ տեսնենք եւ ես առաջիկայում էլի կմեկնաբանեմ, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին Հայկ Ամարտիրոսյան, որովհետեւ ակտիվորեն տեսանյութեր եմ տեղադրելու հենց իմ YouTube-յան ալիքում։ Բաժանորդագրվեք, կիսվեք այս տեսանյութով եւ թողեք ձեր մեկնաբանությունների բաժնում, որովհետեւ ես սկսել եմ դրանք կարդալ եւ ինձ հետաքրքիր է հասկանալ ինչպիսի արձագանքներ կան եւ ինչպիսի մտքեր կան։